Վերջին զանգը սերիալում իրադարձությունները կտրուկ թեքվել են դրամատիկ շրջադարձի խորը հուզական շերտերով ու հիանալի խաղացված դերերով։ Միքայելի Միսուտն ամեն ինչ փոխեց, Միսուտ, որը նա հորինեց իր անցյալը թաքցնելու և ներկայիս հարաբերությունները վերահսկելու համար։ Բայց այդ ստի հետևանքով ոչ միայն քանդվում է երկու երիտասարդի սերը, այլև Հենրին միանգամայն կործանման եզրին է հայտնվում։ Սերիալի վերջին հատվածները ցնցել են հանդիսատեսին, սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում հստակ երևում է, որ Հենրին լցված հիասթափությամբ, հոգեկան ծանր վիճակով հայտնվում է կամրջի վրա։ Նրա հայացքը լի է ցավով, ներքին ճիչով, իսկ ձեռքը դողում է ճակատագրի ամենածանր որոշման առաջ կանգնած։ Նրա միակ մտահոգությունը Անգելինան է, անգամ հիմա, երբ բոլորն ասում են, թե նա իր քույրն է, նրա սիրտը հրաժարվում է ընդունել այդ վարկածը, քանի որ այնինչ ապրում են իրար հանդեպ, երբեք նման չի եղել եղբայրական սիրո։ Հավանաբար հենց այդ պահին էլ կհայտնվի Հալալը, Հենրիի հավատարիմ ընկերը, որն իր խոսքերով ու մարդկային ներկայությամբ փորձում է կանխել հնարավոր անդառնալի ճակատագիրը, չնայած Հենրին մեկ անգամ արդեն հասցրել է դավաճանել Հալալի կողմից, բայց ամեն դեպքում այս պահին Հալալը կանգնած է նրա կողքին և հուսով ենք, որ Հենրիին հետ կպահի այդ ծանր ու վճռական որոշումից։ Բոլոր դիտողները կսառեն, երբ տեսնեն Հենրիին կամրջի վրա, սպասելով, արդյոք Հենրին կցատկի, թե ինչ-որ մեկը նրան կփրկի։ Աննան, ով այս ընթացքում խեղդվում է մեղավորության մեջ, արդեն կորցրել է իր ուժերը։ Նա, ինչպես և Հենրին, վստահ է եղել, որ սերն իրենց երեխային կփրկի։ Բայց Միքայելի խոսքերը, թե Անգելինան իր դուստրն է այլ կնոջից, ցնցել են նրան։ Աննան չի իմանում ում հավատալ, նրան տանջում է այն միտքը, որ իր հավատալը Միքայելի խոսքին կարող էր ստիպել Հենրիին անել ամենածանր որոշումը։ Սերիալի հետևորդները լի են սպասումով, նրանք չեն դադարում մեկնաբանել, արդյոք Միքայելը կբացահայտի ճշմարտությունը, թե Աննան ինքը կգտնի խիզախություն ի վերջո խոստովանելու, որ Միքայելի ասածը չէր կարող ճշմարիտ լինել։ Իսկ գուցե ճշմարտությունն ի հայտ գա վերջին պահին, երբ ամեն ինչ արդեն փլուզված է թվում, բայց դեռ հնարավոր է փրկել ամենաթանկը սերը։ Մի բան հստակ է, Վերջին զանգը սերիալը սոսկ ընտանեկան դրամա չէ, այլ հոգեբանական հորձանուտ, որտեղ հերոսները ստիպված են պայքարել ոչ միայն իրեր, այլև սեփական ներսի կործանարար հույզերի դեմ։ Դե ինչ, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր ու ինտրիգային սերիալների մասին առաջինը դուք տեղեկացված լինելու համար և իհարկե տեղեկանաք նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիր ու ամենաինտրիգային սերիալները դեռ առջևում են, գրեք նաև, թե ինչ եք կարծում, ով է փրկելու Հենրիին կամրջի վրա։ Նկարահանումների ժամանակ պարզ է դառնում, որ Հալալը նրա կողքին է, բայց արդյոք Հալալն է փրկում, թե ինչ-որ մեկ այլ կերպար հեռուստասերիալում, որը հետագայում կդառնա ամենաթեժ ու հետաքրքիր զարգացումների աղբյուրը։ Աննան այս պահին գտնվում է ամենածանր իրավիճակում։ Ընդամենը մի քանի օր առաջ Աննան սեր էր խոստովանում Միքայելին ու ասում, որ ուրախ է, որ իր երեխան ծնվելու է հենց Միքայելից։ Բայց այսօր Աննան արդեն ատում է Միքայելին, քանի որ նա դարձել է Հենրիի ու Անգելինայի սիրո բաժանման մեղավորը։ Նա ասում է, թե ինչու Անգելինային չէր կարող բերել իր տուն և նա կպահեր, կմեծանային իրար հետ որպես քույր ու եղբայր և այսօր չէին կանգնի նման ճակատագրական սխալի առաջ, երբ Հենրին ու Անգելինան ուղղակի տառապում են։ Անգելինան չի ուզում տեսնել իր ծնողներին, քանի որ կարծում է, որ հենց նրանք են բաժանել իրարից, բայց չի հասկանում, թե ինչու է Հենրին լքել իրեն հենց հարսանեկան սրահում, չէ՞ որ նա խոսք էր տվել, որ երբեք չի լքի։ Արդյոք Աննան նախորդ սերիայում բացահայտել է Անգելինային ճշմարտությունը, կիմանաք ընդամենը ժամեր անց։ Արդյոք Անգելինան գիտի, որ իբրև թե Միքայելի դուստրն է, թե Աննան ուժ է գտել իր մեջ, որպեսզի չխոստովանի այդ սուտ ճշմարտությունը։ Բայց Անգելինան կոտրված է և չի ուզում տեսնել ոչ ոքի։ Հենրին էլ դուրս է եկել և գնացել Անգելինայի մոտ։ Իհարկե նա չի տեսնելու Անգելինային, չեն հանդիպելու, բայց գոնե հեռվից ուզում է հասկանալ, թե ինչպես է իրեն զգում Անգելինան։ Եվ հավանաբար Անգելինային նման ծանր իրավիճակում տեսնելուց հետո Հենրին կհայտնվի
կամրջի եզրին։ Բագրատն էլ իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի Շախունցների ընտանիքը ոչ մի օր հանգիստ չունենա և Շախունցների ընտանիքի շուրջ օղակը գնալով էլ ավելի է սեղմվում։ Թե ինչ է լինելու հետագա սերիաներում և արդյոք շատ շուտով սոսը հայտնվելու է, կիմանաք ընդամենը րոպեներ անց։ Նշենք, որ հեռուստասերիալի ինստագրամյան էջում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել։ Եթե դուք էլ եք ուզում իմանալ, թե երբ է հայտնվելու սոսը, ինչ զարգացումներ է լինելու և Դիանա Գրիգորյանն ինչ հարցերի է պատասխանել, ապա միացեք մեր ալիքին ու բաց չթողնեք մեր կողմից պատրաստված ամենադիտարժան տեսանյութերը։ Իսկ հեռուստասերիալում նոր ինտրիգների պակաս հաստատ չկա ոչ միայն Հենրիի ու Անգելինայի, այլ նաև մյուս կերպարների շուրջ, իսկ թե ինչ է սպասվում նրանց, կիմանաք շատ շուտով։ Մնացեք մեզ հետ ու միասին բացահայտենք այս ամենաինտրիգային գաղտնիքները։